Ես միշտ մտածում էի, որ լռությունը խաղաղություն է բերում։ Հիմա գիտեմ, լռությունը մեզ մոտեցրեց ոչ խաղաղության, այլ վերջի սկզբին։ Այդ լռության գինը մենք բոլորս վճարեցինք։ Ես անպատրաստ էի այդ սկզբին, ամուսնացել էի սիրելով, այն համոզմունքով, որ կյանքը կփոխվի դեպի լավը։ Ամուսինս խաղաղ մարդ էր, աշխատասեր, հարգում էր բոլորին, ընտանիքի մասին մտածում։ Բայց երբ նրան նստեցրի կողքիս, նրա մայրն արդեն մի փոքր տեղ էր զբաղեցրել մեր կյանքում։ Սկզբում դա էր ամենապարզը՝ մի զրույց, մի խորհուրդ։ Դու պետք է ավելի խելոք պատրաստես, չես անում այնպես, ինչպես ես եմ անում։ Ամուսինս էր դրան ժպտում ու ասում. «Մամ, նա դեռ սովորում է»։ Ես ընդունում էի այդ ամենը, ժպիտը դեմքիս ու տալիս էի հաջորդ ավելի ինչ-որ քայլը։ Ընդամենը 1 տարի էլ չէր անցել և այդ խորհուրդները դարձան մեր առօրյայի մի մասը։ Երբ որ ասվեց, որ վերևի լուսամանը մի քիչ այլ կերպ է կախված, երբ ընտանեկան առիթներին առաջինը մորս աջակցությունը պետք չէր, այլ նրա կարծիքն էր կարևոր, ես սկսեցի զգալ ինչպես է իմ տեղը այդ տանը փոքրանում։ Դա ոչ մի աղմուկով չէր կատարվում, դա մեղմ, կամաց, բնական ճիչ էր, որը ծնվում էր ամենօրյա մանր-մունր արարքներում։ Ես լռեցի։ Լռելն ինձ համար հանգստության պես մի բան էր։ Արդեն ինձ ամուսնության սկզբում ասել էին, որ ամեն մի փոքր բանից վեճ և փոթորիկ չսարքեմ, իսկ ես հավատացել էի այդ խոսքերին։ Ծնողի և զավակի միջև բխող զգացմունքները միշտ էլ զգայուն են, մտածում էի ես։ Լռելը ավելի լավ էր, քան մի կարճատև կոնֆլիկտը։ Հետո սկսեցին գալ փոքրիկ մատնանշումները իմ աշխատանքի մասին, իմ հագուստի, իմ մայրանալու։ Ամուսնուս աչքերով տեսա, որ նա դեմ չէ, բայց չի խոսում։ Այ հաղթանակը փոքր էր այն սրությամբ, որ պիտի խնդրեմ աջակցություն։ Նա քիչ էր ասում, շատ էր հաշտվում, իսկ ես ավելի շատ էի լռում, հույսով, որ ինքը կանգ կառնի, որ մի օր կասի. նա ճիշտ չէ։ Մի օր մեկ հեռախոսազանգ, որը փոխեց ամեն ինչ։ Շտապօգնությունից հայտնել էին, որ նրա մեքենան վթարի է ենթարկվել։ Ես շտապ ճանապարհ ընկա հիվանդանոց, բայց այն, ինչ նա ասաց, երբ արթնացավ, չէր համապատասխանում ոչ բժշկական պահանջների, ոչ իմ ակնկալիքներին։ Նա թուլությամբ բացեց աչքերն ու ասաց. «Ներիր, ես քեզ չլսեցի»։ Այս մի բառը չլսեցի ոչ միայն նրա խոսքն էր, այլև դա մեր ամուսնության, մեր անձնական ընտրությունների ու դրդապատճառի զեկուցումն էր։ Ես տեսա նրա մեջ այն մարդուն, որի վրա ես հույս էի դրել, որ պետք է ինձ պաշտպան լիներ։ Նա ոչ թե պաշտպանեց, այլ նա չտեսավ ոչինչ։ Չտեսավ այն լռությունները, որոնք ինձ էին խեղդում օրերով ու ամիսներով։ Չտեսավ այն պահերը, երբ ես երազում էի, որ որևէ մեկը կասի. նա սխալվում է։ Վերադարձը տուն այլ չէր։ Ես եկա ինչպես մեկը, ով հասկացել էր, որ անգամ փրկվելու հետ ևս շատ բան փոխվելու է։ Ես չեմ կարող նշել մի կոնկրետ վայրկյան, երբ ես ասեցի արի հաշտվենք։ Դա մի քանի օրերի, մի քանի խոսակցությունների ու անհարկի մեղավորության քաշի հիշեցում էր, բայց այն մեծ ծանր խոսակցության հետևանքով, որը սկսվեց հիվանդանոցից հետո, մենք հասկացանք, որ լռությունը մեզ համար այլևս լուծում չէ։ Այդ խոսակցությունից հետո սկեսուրս հայտնվեց այլ տեսակով։ Նրա պահվածքը մի փոքր նահանջել էր։ Ամուսինս սկսեց հարցնել, ես սկսեցի բարձրաձայնել, սակայն նման վերականգնումը ոչ միշտ էր աշխատում։ Մեր հարաբերությունները երբեք չեղան նույնը։ Ավելին, մենք սկսեցինք տեսնել մեր բաժանման հնարավորությունը։ Դա էլ մի ցավոտ հարց էր, բայց իմաստով ազնիվ։ Մենք փորձեցինք մեր ընտանիքը պահպանել, բայց երբ ընտանիքի հիմքը կառուցված է լռության վրա, երբ մեկը շարունակաբար սովորում է սեփական ձայնը հափշտակել, շատ ուժեղ է դժվարեցնել հետ վերադառնալը։ Ամուսինս և ես եկանք այն ճակատագրական որոշմանը, որ մեզ տարբեր ճանապարհներ են սպասում այն խաղաղության համար, որը երբեք էլ չէինք ունեցել։ Մենք բաժանվեցինք համերաշխությամբ, բայց ոչ առանց ափսոսանքի, ոչ միայն մեր սիրո, այլև այն տարիների, որոնց մեջ ոչինչ չենք արել ժամանակին։ Այս պատմությունն իմ շահի համար չէ և ես չեմ խնդրում աջակցություն։ Ես գրում եմ այն, որպեսզի ասեմ մի պարզ բան. լռությունը միշտ չէ, որ խաղաղություն է բերում, ոչ միշտ է հարգանքի արժանանում։ Երբեմն այն պարզապես ժամանակ է տալիս դանդաղ քայքայելու այն, ինչ դու պատկերացրել ես որպես տոն։ Եթե դու հիմա ունես նման լռություններ քո մեջ, հիշիր, բարձրաձայնել չի նշանակում վիճել։ Խոսել նշանակում է սահմաններ դնել։ Խնդիրների լուծումը երբեք չի ծնվում միայն մեկ մարդու լռությունից։ Ընտանեկան կյանքը զսպող օղակ չէ, այն պահանջում է երկխոսություն։ Եթե դու արդեն մի քանի անգամ փորձել ես և ոչինչ չի
փոխվել, սկսիր մտածել, ինչն է քեզ համար ավելի կարևոր՝ պահպանել արտաքինն արդյոք, թե փրկել քեզ և քո երեխաներին։ Եթե այս պատմությունը քեզ ինչ-որ բան հիշեցրեց, կամ դու ունես նման պատմություն, գրիր մեկնաբանություններում, իսկ դուք ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններ բաժնում։ Այս պարագայում դուք ինչպես կվարվեիք, կխոսեիք և կպաշտպանեիք ձեր իրավունքները, թե մեր հերոսի նման կլռեիք և կկործանեիք ձեր ընտանիքը։ Չմոռանաս բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր պատմությունները բաց չթողնելու համար։ Սիրով սպասում եմ քեզ։